Ինչու Հիսուս Քրիստոսը ծնվեց հենց Բեթղեհեմ քաղաքում։ Հիսուս Քրիստոսի ծնունդը Բեթղեհեմում պատահական, պատմական դրվագ չէր։ Դա աստվածային խորհրդի մի մաս էր, որի մեջ միավորվում են խոնարհությունը, մարգարեական սպասումը եւ իհարկե մարդկության փրկության ուղին։ Բեթղեհեմը հայտնի էր որպես այն վայր, որտեղ ծնվել էր Դավիթ թագավորը։ Այս քաղաքը փոքր էր, աշխարհի քարտեզի վրա շատ աննշան, բայց Աստծո ծրագրում այն մեծ նշանակություն ուներ։ Դավիթը հովիվ էր, որը դարձավ թագավոր։ Նույն կերպ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոնարհ ծնունդով եկավ որպես արդեն հավիտենական թագավոր։ Բեթղեհեմը հիշեցնում էր մարդկանց, որ Աստված իր ընտրությունը չի կառուցում մարդկային չափանիշներով։ Նա չի ընտրում ամենամեծ քաղաքները կամ ամենահզոր կայսրությունները։ Նա ընտրում է այն, ինչ աշխարհը հաճախ անտեսում է, որպեսզի ցույց տա իր փառքը։ Եթե Հիսուս Քրիստոսը ծնվեր հզոր մայրաքաղաքում, թագավորական պալատում, մարդիկ կմտածեին, թե Հիսուսի իշխանությունը աշխարհիկ բնույթ ունի։ Սակայն Հիսուս Քրիստոսը ծնվեց փոքր քաղաքում, հասարակ պայմաններում։ Սա հստակ ուղերձ էր։ Տեր Հիսուսի թագավորությունը չի հիմնվում ուժի, քաղաքականության կամ հարստության վրա։ Բեթղեհեմը դարձավ Աստծո խոնարհության խորհրդանիշը։ Աստված մտավ մարդկության պատմության մեջ ոչ թե որպես վեհաշուք տիրակալ, այլ որպես անպաշտպան մանուկ։ Այդպիսով նա մոտեցավ յուրաքանչյուրին, հարուստին ու աղքատին, հզորին ու խոնարհին։ Բեթղեհեմ անունը նշանակում է հացի տուն։ Սա խորիմաստ նշան էր։ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ որպես հոգևոր կյանք պարգևող, որպես այն հացը, որը կերակրում է մարդու հոգին։ Նա ծնվեց հացի տանը, որպեսզի աշխարհին տա հավիտենական կյանքի սնունդը։ Այս խորհրդի մեջ կա գեղեցիկ համընկնում։ Աշխարհը սոված էր արդարության, ճշմարտության եւ սիրո համար։ Եվ հենց այդ քաղաքում ծնվեց նա, ով պիտի հագեցներ այդ սովը։ Դարեր շարունակ ժողովուրդը սպասում էր Փրկչի գալստյանը։ Բեթղեհեմում ծնունդը ցույց տվեց, որ Աստված հավատարիմ է իր խոստումներին։ Նա չի մոռանում, չի ուշանում եւ իհարկե չի փոխում իր ծրագիրը։ Մարդկային պատմությունը կարող է թվալ քաոսային, բայց Աստծո ծրագրում ամեն ինչ ունի իր ճշգրիտ ժամանակն ու տեղը։ Բեթղեհեմը դարձավ ապացույց, որ պատմությունը շարժվում է ոչ թե պատահականությամբ, այլ աստվածային իմաստնությամբ։ Ինչու հենց Բեթղեհեմը։ Որպեսզի աշխարհը հասկանա, որ մեծությունը չի սկսվում մեծությունից։ Աստծո արքայությունը սկսվում է փոքր սերմից, փոքր քաղաքից ծնվեց հավիտենական հույսը, անտեսված վայրից ծագեց լույսը, որ լուսավորեց ազգերին։ Սա նաև պատգամ է մեզ համար։ Երբ մենք մեզ փոքր ու աննշան ենք զգում, հիշենք Բեթղեհեմը։ Աստված կարող է հենց մեր փոքր կյանքից մեծ գործեր սկսել։ Նա գործում է այնտեղ, որտեղ մարդիկ հաճախ չեն սպասում։ Բեթղեհեմը միայն աշխարհագրական վայր չէ, այն հոգևոր իրականություն է։ Երբ մարդու սիրտը դառնում է խոնարհ, մաքուր եւ բաց Աստծո առաջ, այն վերածվում է Բեթղեհեմի, մի վայր, որտեղ Հիսուս Քրիստոսը կարող է ծնվել։ Այսօր հարցը միայն պատմական չէ, ինչու Տեր Հիսուսը ծնվեց Բեթղեհեմում։ Հարցը այն է, արդյոք մեր սրտում կա տեղ Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել մեր խոնարհ թագավորին, ով գալիս է ոչ թե պարտադրանքով, այլ սիրով։ Թող Բեթղեհեմի խորհուրդը մեզ սովորեցնի 3 բան. խոնարհություն, վստահություն Աստծո ծրագրին եւ պատրաստակամություն ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին մեր կյանքի մեջ։ Եվ ինչպես փոքր քաղաքը դարձավ աշխարհի փրկության մեկնակետ, այնպես էլ յուրաքանչյուր սիրտ կարող է դառնալ Աստծո փառքի վայրը։ Թող Աստված օրհնի ձեզ։ Ամեն։